հայ հոգևորականի ուղղությամբ հրյա ծայրահեղական էր թքել։ Ուզում ենք իմանալ ինչ նորություն ունեք այս մասով, ինչպես է դեպքը տեղի ունեցել, ձեզ ինչ մանրամասներ են հայտնի։ Նորություն չի աստկելը, կարող է որևէ մեկ րոպեին պատահել, վանքեն ելած ժամանակին կամ Սուրբարության դաջար գնացած ժամանակին։ Այս դեպքի մասին մանավանդ երկու հատ ռաբայ գահրիա, որ ասին, որ թեմ են իրենք այս թքելու պատմությունի վրա եւ իսրայելական գազագերբություն կա, որ մոնիտորինգ կնե, ուրեմն երկու ամիս յետևի առաջին ամիսը 40% խնդիրներուն քրիստոնյաներու թեմ եղել է հայկական տաղամասի մեջ, երկրորդ ամիսը 43%-ը նորեն հայկական տաղամասի մեջ։ Ուրեմն սկսվելի դոգոստներ են արդեն այս շրջանը շատ ավելի ծայրահեղական դեպքերի գանտիբինգ։ Իսկ ինչով է դա պայմանավորված, ինչու են թիրախավորում հայերին այդտեղ։ Թիրախը իրենց ճանապարհն է, ասենք ամենեն շատ ճանապարհ, որ գօգտագործեն ստեի Իսրայելի հрьяաները մեր բادرիարքանի ջամփով գանցնի։ Ուրեմն կերևի այդ է բաժարը, որ իրենց խանգարե իրենց խաչը ասենք կամ սև սկեստը հայսուկներուն, սրբազաններուն։ Տեսեք, հայ հոգևորականները բազմիցս են թիրախավորում, հա, պարոն Կիրակոսյան, ու այնպես է ստացվում, որ երևի տարվա մեջ շատ անգամներ մենք ականատես ենք լինում այդ թիրախավորումներին։ Օրինակ, պատիարքությունը ինչպես է փորձում լուծել խնդիրը, հա, որովհետև ինչքանով հայ հոգևորականը թիրախում գտնվում է, հրյա ծայրահեղականը ինչ որ գործողություններ են տեղի ունենում, բայց դրանք որևէ լուծում այդպես էլ չեն ստանում։ Լուծումներ չկա, սրով ամեն անգամ մի ուրիշ տարբեր անց է եւ ոստիկանությունը դժբախտաբար ոչ մեկ բան կանես հարցի լուծման վրա եւ եթե թիմվի ոստիկանության, էսի երկար process է եւ վերջավորության արդյունք, ուրեմն ջար չկա։ Պարոն Կիրակոսյան, ես գիտեմ, որ դուք մեզ հետ հիմա խոսում եք Կովերի պարտեզ կալվածքից, հա, այսպես ասած, որտեղ արդեն գրեթե 3 տարի շարունակ պարեկություն եք կազմակերպում, հայ համայնքի երիտասարդների հետ հավասար իրականացնում եք այդ պարեկությունը։ Ուզում եմ իմանալ վերջին նորությունները, հա, Կովերի պարտեզ կոչվող այս կալվածքի վերաբերյալ։ Գիտեմ, որ դատարանը մի որոշում էր կայացրել, կարող եք մանրամասն պատմել ընդհանուր ընթացքից։ Ընդհանուր ընթացքը իմ երկրորդ անգամ չեղարգերու գերտան դատարան եւ ժամանակ դիվե ինչպես կասեն այդ մճամուդությունը, որ եղավ դատարանի եւ բادرիարքանի մեջ դաբալվեցավ, ցախողեցավ եւ Սուրբոց Հակոբյան ծմիապանությունը մի անգամ էլ ժողովարեց եւ չեղարգելու նոր թիմում ուղարկվեցավ, ինչպես գիտեմ։ Եվ անընդհատ այդ Խանա Գարդյանս ընկերության ներկայացուցիչները գալիս էին Կովերի պարտեզ, փորձում էին խժդժություններ, լարումներ մտցնել, ուզում ենք իմանալ հիմա հանդիպումներ տեղի ունեն հայ ներկայացուցիչների ու նրանց միջև։ Վերջին անգամ մի 3 շաբաթ առաջ էր, որ անընդհատ եկան 3 շաբթվա համար օրական գուկային, որի પર չափերը պետք է առնեն Գովերու պարտեզի եւ մենք դեմ գեցանք։ Օրական գալիս էին, նեղում էին, որ չափեր պետք է վերցնենք Գովերու պարտեզի, մենք կոմպանիային ուղարկված ենք, բայց անշուշտ այս ընթացքի մեջ որևէ մեկ ագրեսիվ գործողություններ չկային։ Չափ վերցնեին, այսինքն հողատարածքի չափերը։ Հողատարածքի չափերը, այո։ Եթե ճիշտ եմ հիշում, փորձում էին հյուրանոց, չէ՞, կառուցել այդ հատվածում։ Այո։ Իսկ հիմա հիշում եմ նաև, որ երևի մի քանի ամիս առաջ փշալարեր էին տեղադրված, ճիշտ է։ Հիմա այդ ճիշտ է, այո, մենք տեղադրեցինք մի հարցագումի փորձ արվեց, որ բիդիկային մենք կասկածեցանք եւ այդ փշալարերը տեղադրեցինք այնտեղ։ Ուրեմն մեր փշալարերն են։
Եվ պարոն Կիրակոսյան, վստահ եմ նաև, որ հետևում եք Հայաստանում տեղի ունեցող այս ամեն ինչին, ուզում ենք իմանալ ձեր կարծիքը, հա, իսրայելահայերի ընդհանուր առմամբ Երուսաղեմում բնակվող հայերի կարծիքը Հայաստանում տեղի ունեցող այս իշխանություն եկեղեցու թիրախավորում մասով, ինչպես եք վերաբերվում, հա, այս ամենին, գիտեմ, որ հայ համայնքի հետ հանդիպումներ, որ լինում են, բոլորը ձեր կարծիքը արտահայտում եք, խոսում եք այս թեմայով, ինչ կարող եք ասել, ինչ կարծիք ունեք։ Նշանակ վեհապարին հետ մենք ուրիշ բան ասելու չունենք